Նիկոլ Փաշինյանը նշել է։ Սեփյանի հետ ջերմ զրույցի եք բռնկվել այսօր, բայց նրան նախկին դատախազի մի շարք մեղադրանքներ է առաջադրված։ Դուք չեք հավատում այդ մեղադրանքներին։ Ես անկեղծ ասած նմանատիպ գործերով նույնիսկ չեմ հետաքրքրվում եւ մանրամասները չգիտեմ։ Պարոն Հովսեփյանին այստեղ եմ հանդիպել առաջին անգամ 2018 թվականին եւ բարևել ենք իրար այսօր էլ։ Իսկ նոր Նորքի թաղապետը հրաժարական տվեց, ճիշտ է, բայց դուք չեք կարծում, որ նա պետք է պատասխանատվության ենթարկվի, քաղաքական պատասխանատվության ենթարկվի։ Իսկ քաղաքական պատասխանատվությունը դուք ինչպես եք այլ կերպ պատկերացնում։ Քաղաքական պատասխանատվության Դե գիտեք, ես կարծում եմ ձեր ցանկությունները հարգելիներս կարող եք իհարկե դուք բարձրաձայնել, բայց ես չեմ կարծում, որ քաղաքական պատասխանատվությունը շատ կարծում եմ համաչափ տեղի է ունեցել, նոր վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել եւ կարծում եմ շատ համաչափ եւ համադրելի քաղաքական պատասխանատվություն ա եղել, կներեք ով է ասում, դուք Դե տեսեք, քաղաքական ընդդիմախոսները, մեր քաղաքական ընդդիմախոսները կարծում եմ առաջին է ինչ որ ճիշտ կանեն անել, նախ մի քիչ իրենց տոնայնությունը զսպեն, որովհետև իրենք շատ վտանգավոր տոնայնությամբ են խոսում, այդ տոնայնությունները բերում է նմանատիպ միջադեպերի եւ չնայած որ ես մեր բոլոր գործընկերներին զգուշացրել եմ, որ մեր ընդդիմախոսները գնում են սադրանքների բարբերաբար, այնուամենայնիվ ես չեմ կարող իրենց ամեն սադրանքի համար պատասխան տալ, այսինքն մենք պետք է հասկանանք, լավ, իսկ դիմացի կողմը ինչ է անընդհատ անում, որ նմանատիպ իրավիճակներով ենք հանգում վերջում։ Ես դրանից մեկ օր առաջ ուղիղ մեկ օր առաջ դրանից ասել էի, որ նմանատիպ պահվածքով, նմանատիպ վտանգավոր սադրանքներով լավ տեղ չենք հասնելու։ Եվ հաջորդ օրը տեղի ունեցավ հերթական սադրանքը եւ ունեցանք փաստացի այդ միջադեպը, որի համար շատ ցավում եմ եւ մեզ համար բռնությունն անընդունելի է։ Եվ անկախ ամեն ինչից պաշտոնյաները, որոնք որ մեզ մոտ են աշխատում, պետք է լինեն զսպված։ Դա իրենց պատասխանատվությունն է, իրենց պարտականությունն է։ Բայց նաև դիմացի կողմը պետք է հասկանա, որ որոշակի սահմաններ կան, որոշակի կարմիր գծեր կան, վտանգավոր կարմիր գծեր, որոնք անցնել չի կարելի։ Չի կարելի, ինչ կոռուպցիա, Ժորժ ջան, խնդրում եմ էլի, այդ հեքիաթները խնդրում եմ, գնացեք ուրիշ տեղ այդ պատմեք, կոռուպցիայի մասին